Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է զինտեխնիկա տեղակայել Հայաստանում, որը բերվելու է Գերմանիայից։ Նպատակը առաջիկայում սպասվող հայ-ամերիկյան զորավարժություններն են։ Այս տեղեկությունը մի իսկական խուճապ է առաջացրել ռուսական, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում։ Հնչում են Հայաստանի հասցեին պրովոկացիոն սպառնալիքներ, որ ԱՄՆ-ի միջոցով փորձ է արվում իբր ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։ Բայց արդյոք հայ-ամերիկյան ռազմատեխնիկական համագործակցությունն այդքան լուրջ է եւ ուղղված է որևէ մեկի դեմ այս տարածաշրջանում։ Ասում են, որ ամերիկացիները Հայաստանում նաեւ իրականացնում են իբր բիոլոգիական զենքերի փորձարկումներ։ Միասին սիրելի հայրենակիցներ փորձենք պարզել այդ տեղեկատվության բովանդակությունը եւ այսպես։ Ամերիկյան զինտեխնիկան Հայաստան տեղափոխելու մասին տեղեկությունը տարածվեց նախ ռուսական Russia Today լրատվականով, բայց այն հղում է անում իրականում ԱՄՆ-ի պետական գնումների պաշտոնական պորտալին, որտեղ տեղեկությունը տեղադրվել էր մարտի 5-ին։ Ահա այդ հղումը ձեր էկրաններին է։ Մրցութային փաստաթղթերի համաձայն ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը մտադիր է Գերմանիայի Դյուլմեն բազայից հայկական զար ռազմաբազա տեղափոխել շտապ օգնության 8 զրահամեքենա եւ 2 մարտական զրահամեքենա։ Տրանսֆերը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Փաստաթղթում նշվում է, որ սարքավորումները Հայաստանում կմնան մոտ 2 շաբաթ եւ կվերադարձվեն Գերմանիա։ Այսինքն դրանք Հայաստանում չեն մնալու։ Հատկանշական է, որ մասնավորապես նշվում է, բեռնափոխադրումները չեն կարող իրականացվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով դիվանագիտական թույլտվության հետ կապված խնդիրների պատճառով։ Ինչու հուշում է, որ զինտեխնիկայի այդ տեղաշարժը հավանաբար կիրականացվի Վրաստանի տարածքով։ Նույն փաստաթղթում նշվում է նաև զորավարժությունների ավարտից հետո Արմավիրի պոլիգոնից դեպի վրացական Փոթի նավահանգիստ 151 միավոր տեխնիկայի տեղաշարժի մասին, որոնց թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ բեռնարկղեր։ Ինչպես երևում է, խոսքը ծանր հարձակողական ռազմատեխնիկայի մասին չէ, այն ավելի շատ պաշտպանական բնույթի է, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ խուճապ է հարևան երկրներում։ Ինչպես են տեղեկությունը մեկնաբանել ԱՄՆ-ում եւ Հայաստանում, սա կարեւոր է հասկանալ։ Եվ այսպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Պենտագոնը Armenpress-ի հարցինի պատասխան ասել է. մեջբերում եմ. ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեջբերման ավարտը։ Այսինքն այստեղ խնդիրը զուտ օպերացիոն բնույթի է, որ տեղաշարժի նկատմամբ որևէ հսկողություն չլինի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւս չի մեկնաբանել, սակայն ՊՆ-ի պաշտոնական կայքում ստանում ենք այլ տեղեկություն, որ օրերս Հայաստանի զինված ուժերի պատվիրակությունը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին։ Սա հատկապես գրավել է թուրքական մեդիայի ուշադրությունը, որին քիչ անց կանրադառնանք։ Հիմա տեսնենք, թե ինչպես են արձագանքել կոնկրետ Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ի պատասխան Ռուսաստանի հարցման Հայաստանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Ապա նա սպառնացել է, որ եթե այդ տեղեկությունը հետագայում հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու են Հայաստանի պաշտոնյաները թեման ցրում եւ ուղիղ հստակ անկեղծ չեն հայտարարում կա նման բան թե ոչ։ Իմաստը որն է այդ խուսափողական քաղաքականության, երբ իրականությունը մի օր պարզ է դառնալու։ Եթե այդ տեղեկությունը սխալ է, արժե հստակ երգել, իսկ եթե ճիշտ է, ապա կարելի է պարզապես Ռուսաստանին տեղեկացնել, որ Հայաստանն իրավունք ունի ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու ցանկացած երկրի, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ այն ուղղված չէ Ռուսաստանի, Իրանի կամ որևէ մեկի դեմ, այլ միտված է Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը։ Ինչ դժվար է այդպես հայտարարելը, ինչ պետք է ռուսներն ասեն։ Կարող է ասեն ոչ, դուք իրավունք չունեք ԱՄՆ-ի հետ համագործակցելու։ Իհարկե ոչ։ Այլ հարց, որ գործնականում ռուսներն ամեն կերպ խոչընդոտեն, դա հասկանալի է, բայց պաշտոնական խոսույթում չպետք է թույլ տալ Հայաստանի վրա մատ թափ տալ, հատկապես երբ առավոտից երեկո գլուխ են տանում ինքնիշխանության քարոզներով։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է ջայլամի նման գլուխը թաքցնել հողի մեջ, մտածելով, թե ռուսները դա չեն նկատելու։
Առհասարակ, Հայաստան-ԱՄՆ, նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունն ու խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը նորություն չէ եւ ունի բազմամյա պատմություն։ Իմաստունի արդյոք Ռուսաստանին ու Իրանին հերթական անգամ լարել Հայաստանի դեմ գաղտնիություն պահելով ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով, հետո բողոքել, որ թուրքերն ու ադրբեջանցիները առիթից օգտվում են։ Ռուսական, թուրքական եւ ադրբեջանական մեդիայում բնականաբար հատկապես ուշադրության է արժանացել ամերիկյան պորտալում նշված հետեւյալ տեղեկությունը, որ ամերիկացի զինվորականները իրականացնելու են այնպիսի հատուկ ծառայություններ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտից զինտեխնիկայի լվացումը եւ ախտահանումը անմիջապես Հայաստանի պոլիգոնում։ Ռուսական մեդիայում սա համարում են Հայաստանում ամերիկացիների կողմից նախապատրաստվող կենսաբանական փորձարկումների սկիզբ ու հատկապես ուշագրավ է, որ օրերս ամերիկյան դեսպանատան դիմաց տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ուղղված Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության դեմ։ Ռուսամետ կողմնորոշման գործիչներ ԱՄՆ-ին մեղադրում են Հայաստանը Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործելու փորձերի մեջ։ Ուշագրավ է, որ այդ խոսույթը լրիվ նույնն է, ինչ թուրքերն են անում։ Թուրքական պարբերականներից մեկում օրինակ այսպիսի վերնագիր է. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Օգտագործելով փաստորեն այս թեման ու խեղաթյուրելով փաստերը, անելով օդից վերցված դատողություններ, թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ ամերիկացիները կենսաբանական փորձարկումներով իբր վիրուսներ են աճեցնում Հայաստանում, որը վտանգավոր է հարևան երկրների համար։ Այս ֆոնին թուրքերը ավելի են կարևորել Ադրբեջանի հետ ռազմական դաշնակցության խորացումը։ Այս թեման մենք տեսնում ենք օրինակ Haber Global թուրքական հեռուստաալիքի հետ զրույցում թուրքական Ստրասան վերլուծական կենտրոնի ղեկավարի օդային ուժերի պաշտոնաթող բրիգադային գեներալ Հուսեյն Ֆազի հարցազրույցից, ով նշում է, որ Երևանը ԱՄՆ-ի հետ շփումների միջոցով փորձում է ուղերձ հղել Ադրբեջանին եւ Թուրքիային, որ մենակ չէ եւ կարող է ստանալ ԱՄՆ-ի արևմուտքի աջակցությունը։ Հայաստանը ձգտում է Վաշինգտոնից ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, սարքավորումներ եւ տեխնիկա, նշում է Ֆազլին, չբացառելով, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Հայաստանին Իրանի վրա ճնշում գործադրելու եւ նոր բազա ստեղծելու համար։ Կրկին այս պնդումը համահունչ է, եթե ուշադիր լինենք ռուսական մեդիայում տարածված պնդումներին։ Ամեն կերպ փորձ է արվում փաստորեն հայ-ամերիկյան հարաբերությունները հակադրել Իրանին, այս վտանգավոր նարատիվը թափ է հավաքել։ Թուրք գեներալը պնդում է, որ Հայաստանը դեռևս չի կարողանում դուրս գալ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտության շոկից, փորձելով նոր ռազմավարություն ձևավորել հայացքն ուղղելով ԱՄՆ-ին։ Այս առումով շատ կարևոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմական եւ ռազմավարական համագործակցության մեծացումը, ասել է թուրք գեներալը։ Ահա խնդրեմ, ինչ եք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ոչ թափանցիկ քաղաքականության արդյունքում Առիթից օգտվում են թուրքերն ու ադրբեջանցիները հորինելով դավադրական տեսություններ եւ մեր երկիրը ներկայացնելով որպես տարածաշրջանային կայունությունը վտանգող երկիր ու գիտակցված օգտագործելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը Ռուսաստանին ու Իրանին քարոզչական այս հարթությունում տրամադրում են Հայաստանի դեմ։ Մինչդեռ սա ավելի շատ նման է մի բաժակ ջրում փոթորիկ անելուն։ Ամերիկյան կենսաբանական բազաների տեղակայման ու վիրուսների փորձարկումների մեղադրանքների համար իրական հիմքեր եւ ապացույցներ են պետք, բայց դրանք չկան։ Դա ընդհանրապես մերկապարանոց մեղադրանք է։ Հիմա հարց. հնարավոր չէ օրինակ, որ զորավարժություններում կարող են փորձարկվել տարբեր սցենարներ նաեւ կենսաբանական հարձակումների դեմ։ Օրինակ Ադրբեջանի կողմից Արցախում կիրառվեց արգելված ֆոսֆորային զենքը։ Հետևաբար ամեն ինչ սպասելի է հակառակորդից եւ այդ առումով ամերիկյան փորձը նման հարձակումներին դիմակայելու համար կարող է շատ օգտակար լինել Հայաստանին։ Գիտեք ինչու եմ այս հարցադրումն անում, քանի որ եղել են օրինակ հայ-ռուսական համատեղ զորավարժություններ 2020 թվականին Ալագյաց պոլիգոնում, որտեղ հայ եւ ռուս զինծառայողները միասին խաղարկում էին սցենար պաշտպանվելու քիմիական եւ կենսաբանական հարձակումներից, հաղթահարում պայմանական փառակված տարածքներն ու ախտահանում զինտեխնիկան, այսինքն դա նորություն չէ զորավարժություններում։ Հիմա ինչ ռուսները ՆԱՏՕ-ի դեմ Հայաստանում կենսաբանական բազաներ են տեղակայել եւ փորձարկումներ են անում, իհարկե ոչ։ Ամերիկյան պորտալում խոսքը ոչ թե կենսաբանական զենք կիրառելու, այլ դրանից պաշտպանվելու մասին է։ Հետևաբար ակնհայտ է դառնում, որ Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից գիտակցված փորձ է արվում ստվեր գցել հայ-ամերիկյան ռազմատեխնիկական համագործակցության վրա։ Հասկանալի է իհարկե, որ ամերիկյան ցանկացած ներկայություն Հայաստանում, այն էլ ռազմական, Մոսկվայի կողմից համարվելու է իր դիրքերը տարածաշրջանում խաթարելու եւ Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հանելու փորձ որպես։
Ռուսական այդ վախերը թուրքերն ու ադրբեջանցիները լավ են օգտագործում։ Ալիևը բազմիցս է ԱՄՆ-ին մեղադրել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, պնդելով, որ դա սպառնում է տարածաշրջանում կայունությանը։ Միաժամանակ դրանով նա փորձել է սիրաշահել Մոսկվային ու դա նրա մոտ ստացվել է։ Ադրբեջանի սուլթանն առհասարակ հիստերիայի մեջ է հայտնվել անզեն եվրոպական դիտորդներից, որ մնաց հայ-ամերիկյան զորավարժություններից գոհ լիներ։ Հետևաբար, Հայաստանն էլ այս վիճակում պետք է հակաքայլեր անի, այլ ոչ թե էշի ականջում մնա քնած, պետք է օգտվի Թրամփի եւ Պուտինի մերձեցումից եւ ցույց տա, որ հայ-ամերիկյան համագործակցությունը միայն նպաստում է տարածաշրջանի կայունությանը, քանի որ այս տարածաշրջանում միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են սպառնում անվտանգությանը, մեկուսացնելով Հայաստանին, մերժելով խաղաղության պայմանագրի ստորագրումը, առաջ քաշելով նորանոր պայմաններ եւ ըստ էության սպառնալով Հայաստանից նորանոր տարածքներ զավթել։ Այն բացը, որ չեն կարող անվտանգության առումով լրացնել Ռուսաստանն ու Իրանը, կարող է լրացնել ԱՄՆ-ն, ինչ վատ բան կա սրանում։ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ունի ազդեցության ավելի մեծ լծակներ։ Իրանն ու Ռուսաստանը կարող են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ խորացնել, իսկ Հայաստանն ինչ իրավունք չունի ԱՄՆ-ի հետ պաշտպանողական համագործակցություն զարգացնել։ Այդ ինչ երկակի ստանդարտներ են։ Բայց լռելով Հայաստանը կարծես ընդունում է թուրք-ադրբեջանական մեղադրանքները, փորձելով չգրգռել նրանց իրականում ավելի է հրահրում։ Հետևաբար ճիշտ կլինի բաց ու անկեղծ լինել Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Գաղտնիությունն ու խորամանկությունը միայն վնասում են Հայաստանին, փորձը դա է ցույց տալիս։ Ադրբեջանն ԱՄՆ-ի դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, Հայաստանի դեմ, Հայաստանի սահմանին, զորավարժությունները անում ու սպառնում նոր պատերազմով, դա տարածաշրջանի կայունությանը չի սպառնում փաստորեն։ Բայց այ որ հայերը ամերիկացիների հետ անում են ինչ-որ մի հատ լոկալ փոքր բնույթի պաշտպանական ինչ-որ զորավարժություն, այդ դա սպառնալիք է։ Իդեպ առաջին անգամ չէ, որ իրականացվում են հայ-ամերիկյան զորավարժություններ։ 2023 թվականի սեպտեմբերին եւ 2024 թվականի հուլիսին Հայաստանում անցկացվել են Eagle Partner համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավվել են հարյուրավոր զինվորներ երկու երկրներից, ինչպես նաեւ կիրառվել է ամերիկյան ռազմական տեխնիկա, ներառյալ զրահափոխադրիչներ եւ հետեւակի մարտական մեքենաներ։ Այսինքն ոչ հարձակողական պաշտպանական բնույթի վարժանքներ են դրանք, եւ եթե այս անմեղ համագործակցությունից են նման վայնասում բարձրացրել, բալուրջ ռազմական համագործակցությունից ինչ կանեն։ Հետևաբար, adekvat քաղաքականություն պետք է որդեգրել եւ թույլ չտալ, որ Հայաստանը հերթական անգամ անհիմն թիրախավորվի։ Բայց դե ոնց պատտվում ենք, վերջում կրկին բախվում ենք Հայաստանի իշխանությունների ոչ կոմպետենտությանը, այդ մեղմ ասած։ Դուք կարող եք բնականաբար ավելի կոշտ գնահատականներ տալ։ Իմ համոզումն է, սիրելի հայրենակիցներ, որ Հայաստանը պետք է հնարավորինս խորացնի իր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, բայց ոչ երբեք անիմաստ իր դեմ լարելով Ռուսաստանին եւ Իրանին, քանի որ դա երբեք չի ապահովելու մեր անվտանգությունը։ Իսկ դրան հասնելու համար պետք է լինել վստահելի գործընկեր բոլորի համար, չլինել գաղտնիության շղարշի մեջ, որ կասկածներ ունենան, եւ հատկապես որ հարաբերությունները բավական բարդ են։ Մեր միակ խնդիրը պետք է լինի զսպել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե առիթ տալ նրանց դա հերթական անգամ հիմնավորելու։ Դա պետք է լինի մեր ելակետը։ Իսկ դուք ինչ կարծիքի եք, սիրելի բարեկամներ, իսկապես կարծում եք, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին օգտագործել Ռուսաստանի եւ Իրանի դեմ ու դա մեզ վնասակար է, թե սա Հայաստանի շահերից բխող համագործակցություն է, որը կոչված է լրացնելու անվտանգային այն բացը, որ կա այսօր Հայաստանի ագրեսիվ միջավայրում։ Թողեք ձեր մեկնաբանությունները, հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ու տարածեք։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանն անշուշտ եւ շուտով նորից կհանդիպենք։